Պարոն Շիրինյան, մենք տեսնում ենք, որ Գյումրու ընտրությունների ավարտից հետո, որքան էլ այսպես ասած հանգուցալուծում տեղի ունեցավ, այսինքն ընդդիմությունը միավորվեց մի թեկնածուի շուրջ, ընդդիմադիր թևում գզվռտոցները չեն դադարում, իրար են մեղադրում տարբեր նախկինում գործած իրադարձությունների մեջ, մեկը մեկին համարում է ծախված, տարբեր մեկնաբանություններ են, ամեն դեպքում հետաքրքիր է ձեր դիտարկումները Գյումրիով ինչ որ նոր process կարող է սկսվել։ Չէ։ Ես գիտեք ինչ եմ նկատում, Գյումրի այդ ընտրությունների փաստը եւ ընթացքը շատ է ուռճացվում ընտրությունները, այսինքն դա ինչ է Հայաստանի Հանրապետության համայնքներից մեկն է իր բոլոր առանձնահատկություններով, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եղել, ինչու է այդպես եղել, բնական է ինչ եղել է, կարող եմ ասեմ, այսօր իշխանությունից կախված բան է շատ հաճախ ասեմ ինչ իմաստով, եթե կառավարությունը եւ այդպես էլ կլինի, կվերցնի եւ կկիրառի համայնքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ Գյումրի բան գոլորշիանա, ո Գյումրին ինչ։ Համայնքը, որտեղ քաղաքական խնդիր չկա։ Այսինքն դա համայնքային ընտրություն է, բայց այդպիսի բան արեցին, ոնց որ պետական մասշտաբի բան էլի, ոնց ասեմ էլ, հա, որտեղ որ պետության համար ասեմ, ասենք Գրենլանդիայում եղել ընտրություններ, Թրամփն էլ հետևել է։ Այս բան չկա եւ չի կարող լինել։ Դրա համար բայց նաեւ առաջարկ ունեմ կառավարության, անկախ թե ինչ արդյունք է գրանցվել, խստագույնս ինչպես ամենտեղ այդտեղ էլ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Փուչիկա բայթի կմնա տեղական ինքնակառավարում, բայց քանի որ նաեւ քրեական տարրը շատ է իշխանության մեջ, հերթականորեն կարելի է ձերբակալել։ Եվ վերջացնում, լուրջ եմ ասում։ Այդ ձերբակալելն իր յուրահատկությունն ունի, որ մեր իշխանությունը երևի թե լավ չի հասկանում։ Եթե օրենքի պատժիչ ֆունկցիան չի աշխատում, ապա նրա կարգավորիչ եւ դաստիարակիչ ֆունկցիան չի աշխատում։ Ինչի որ ես կուզեմ, թե չէ, դուք կուզեք, թե չէ, պատժիչ ֆունկցիան համստան ձևով պետք է անխափան աշխատի, եւ դա կունենա դաստիարակիչ կարգավորիչ ահռելի ազդեցություն, այսքան։ Իսկ մնացածը ինչ է, ընտրությունը երկրորդ երեսով նայենք։ Դուք հաստատ կհիշեք, տարիների ընթացքում Սերժի ժամանակին ես ասում եի, որ Հայաստանում ձևավորվել է գողապետություն։ Իրական իմաստով, դա տերմին է, այսինքն այդ բառը ես չեմ հնարել։ Ֆրանսիացի Ռենան կա, նրանից է գալիս, որը 19-րդ դարում պետության կառուցվածքի տեսակ էր առանձնացնում տարբեր հատկանիշներով։ Մի հատկանիշը կա ուրեմն պլուտոկրատական իշխանություն, երկրորդը կա կլեպտոկրատական իշխանություն եւ երրորդը կա լութոկրատական իշխանություն։ Դա ինչ է նշանակում։ Ուրեմն առաջինը մեծահարուստների իշխանություն է։ Իշխանությունը մեծահարուստներին է պատկանում։ Այդ իմաստով Թրամփը ուղիղ միլիարդատեր է։ Ինքը իշխանություն է, բայց այդ փողը մանրուքների մեջ չմտնեն գողացած փող չէ։ Դա իրենն է։ Եվ այստեղ քրեական տարրը գործ չունի։ Տեսեք, Ամերիկայում էլ գործ չունի, քրեականները ոչ են, ուղղակի մեծահարուստների միլիարդատեր իշխանություն է։ Կա երկրորդ իշխանությունը, ինչը որ կլեպտոկրատականը, լատինական տերմիններից է, այդ իշխանությունը ինքը քրեական չի իշխանությունը, բայց իր շուրջը պահում է քրեական տարրին, օգտագործում, կիրառում է ըստ տեղի, ժամանակի եւ պարակայի, ուզում է կօգտվի, գուզի չի կօգտվի։ Այդպիսին էր պարոն Դեմիրճյանի իշխանությունը ՑԿ-ի ժամանակ, ովքեր որ կհիշեն, եթե չհիշեն, ես իրենց ասում եմ, Հայաստանում այն ժամանակ կար փայլակ, կար դրքի նորո եւ այլն եւ այլն։ Այսօրվա այն վալոդներն են։ Ուրեմն սրանք քրեական տարրեր էին, որոնք ՑԿ-ին շրջապատել էին, այն ժամանակ մեծ խոսակցություն կար, որ մարդկանց համար տարօրինակ էր կոմունիստական կուսակցության ղեկավարը փայլագի հետ ինչպես կարող են գեր լինել, դքի նորոն ինչու չի ձերբակալվում եւ այլն, բայց իր ժամանակ կար ահռելի կոռուպցիա եւ կաշառք։ Կարամելի գործարանից օրենքով թույլատրվող գողություն կար Լենինյան շրջանում եւ
պահակին մուծում էին հանցքան գումար, մի ռուբլի իշխան նշում եմ, եւ անցնում էին, կանայք, պահակը մի ռուբլի վերցնում էր, այդ համացքան կոֆետ կամ շոկոլադ տանում էին։ Ես միշտ հարցրել եմ, այդ եւ Լենինյան շրջան բազմաթիվ գործարաններ ուշտեղ, այդ փողը ուր էր գնում։ Լենինյան շրջանի առաջի քարտուղարից էլ ՑԿԿՊՍՍ-ի կամ Հայաստանի կոմկուսի առաջի քարտուղարը, ընկեր Դեմիրճյանի գրբանն էր գնում։ Ուրիշ կերպ չէր կարող լինել։ Բժշկական համալսարանը ընդունելուց ինստիտուտ էր, իշխանություն 40-50 հազար ռուբլի էր ընդունելությունը։ Այս իրավական համակարգը որ կարգի չի գալիս, այդ մեծ սերունդը, այդ իրավաբանական ֆակուլտետում համարում սովորում էր այն կիսագրակետը ուսանողներով, բոլոր գերազանցիկ չեն, դա վճարում էր 50 հազար թե ինչ ռուբլի։ Հիմա դրանք էլ գողությունն են հանում, այդ ուզում են այդ իրավաբանից գիտելիք, ուզում են վերաբերվում, բայց այս երևույթը կար եւ տարածված էր Դեմիրճյանի ժամանակ Հայաստանում լայնորեն ծաղկում էր, բայց իրենք տկինորեն իհարկե ՑԿ-ի կամ կենտրոնական կոմիտեի անդամ, այն էլ բյուրոյի անդամ չէր կարող լինել։ Նա կողքն էր, ամեն քարտուղար ուներ իր փայլակը, իրեն կոշիկ տվողը եւ այլն, բայց նրանք ասեմ իշխանության մեջ չէին։ Այս իշխանությունը հենց կլեպտոկրատական եւ քրեգան տարերով շրջապատում ես քեզ, օգտագործում ես ինչպես ուզում ես, երբ ուզում ես։ Հիմա սա այդ շրջանները, ահա եւ նոր Հայաստանում, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանում, հետո ծաղկեց, առաջացավ քրեականների իշխանություն եւ քրեական հակումներ կամ անցյալ կամ ներկա ունեցողը շմասը դառնում է պատգամավոր, ինքը ոչ թե այնտեղ մեկի մարդն է, այլ ինքը եւ հիշեք, վստահ կհիշեք, Հայաստանի Հանրապետության նախկորդ Սերժի ազգային ժողով ձևավորված, ինչ էին ասում, առավոտ թերթը մի լուսանկար էր տպել, այդ ժամանակ շատ պետականամետ էր այդ թերթը, ուրեմն այստեղ պպզազները խորհրդարան նկարներ կային, սեմուշկա են չրտում, իրենց լեզվով եմ ասում, եւ դրանք պատգամավորներ էին, որոնք հիմա փախել են Ռուսաստան, մեծ մասը բռնվելուց, սա արդեն լութոկրատական իշխանությունն է։ Հիմա քանի որ այդպեսին դարավ դա, ուրեմն 2010 թվականներին արդեն Քոչարյանի գողապետության, որ ինքը Թալանը բաշխվում էր, էլի գողանալ, քցել եւ գանձագողությունը դարձավ օրենք։ Պաշտոնյանոց կարող էր մարզվետը չգողանար, չքցեր, իրար չսպանային, հիշեք այդ բաները, կամ ով ուզում է թողիշ։ Եվ այս իշխանությունը, այսպես ասած, ընդհանրացնենք, լութոկրատական իշխանությունն է, լութոկրատիան է գողն է, գողություն անողը։ Հիմա եւ Հայաստանում ձևավորեց գողականների իշխանություն։ Լեքսիկոնը նայեք, բառաբաշարը, մտեք այդ ժամանակվանից շրջանառվեցին այնպիսի բառեր, որ տերմիններ, որ առաջ երևակայելի չէր։ Խոսել այով, ասում ա, մինչև բառաչում են, մեծ փոքր ասում ա էլի, այդ չկա, դուրս է մղվել։ Երկրորդը քցելը որս է, բայց շատ լավ հասկացում էր, ուրեմն եւ նման բառեր, հազար մի բառեր կան, այս նաեւ ինքը բերեց իր բառամթերքը, լեզվամտածողությունը եւ գավառամտությունը։ Նախակահով սկսած դառան ավելի նեղմիտ, ավելի տկետ, ավելի գողոպտիչ, ավելի դեմագոգ։ Մարդը կարող իշխանության մեջ մեղադրվում է մանկապղծության մեջ, մինչև խոսակցությունը կա, ծուխը կա, բայց բացատրությունը չկա։ Անց այս իշխանությունը գողապետությունն էր, որը տարբեր սոցիալական շերտավոր հոգեբանական դրսևորում ունեցավ եւ Գյումրիում եղավ դա։ Եղավ։ Այսինքն զարմանալու է ասածս, ոչինչ չկա։ Դրա համար նաեւ մենք այստեղ քննել ենք, մասնակցել ընտրություններին, թե ոչ, ինչի համար գողապետության համացան օղակում էներ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասնակցելը իմաստ չունի։ Մեկը իրենք հաղթելու են, ոչ թե ուժեղ են։ Մեկը այդ ընտրությունները վերածվեն ինչ որ եղավ։ Ռազմորկա է կներես, ռուսերեն եմ ասում, որտեղ սա ռուսական երևույթ է։ Դες Վարդանիկն է ռուսերենով է խոսում, բանին է դիմում, չէ։
Պերմյակովի սերունդը էս հայկական հարազատներ, իրենք են Պերմյակով, դիմում են Պերմյակովի պետության ղեկավարին եւ այլն։ Եվ այսպես Հայաստան ունի այդ իրականություն ինչ-որ կա։ Ձեր դիտարկմամբ օրինակ Գյումրիում տեղի ունեցած իշխանությունների նկատմամբ հետագա ընտրությունների համատեքստում ինչ ազդեցություն կարող է ունենալ, ինչու եմ հարցնում, որովհետև ընդդիմությունը նշում է, որ Գյումրին ընդամենը նախերգանք է, Գյումրիով սկսվելու է այս process-ը։ Որովհետև այդ ընտրությունը, որ իրականում ռևանշիստ է, ինքը գողապետական է։ Այդ ընդդիմություն կոչված ռևանշիստների շրջանում են վարդանիքներ աճել։ Իրենք վարդանիքներ են։ Իրենց անցյալով բոլորի մասին քրեական բաներ կան, խոսակցություններ, ամենամեծի մասին ամենաշատը, բա իրենք են էլի, հիմա ազդեցություն կունենա, թե չէ, կարծում եմ կունենա եթե, չի ունենա եթե, որն է եթե, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ժամանակ ունի ազգային ժողովը, որը երկրի լիակատար իշխանության տերը պիտի իրեն զգա, ես զգում եմ, որ չի զգում, թուլություն ունի։ Սա վերցնում է հիմա օրենսդրություն է մշակում եւ ովքեր քրեական հանցագործությունների շղթայով են անցել են դատավարությունները չի վերջացել, վերցնում է արգելում է սրանց։ Սրանց չի թողում մասնակցել ընտրություններին։ Քոչարյան Ռոբերտը Սերժիրը ամբողջ գողապետականով կգնա կվերջանա ու հարց կլուծվի հանուն Հայաստանի Հանրապետության։ Իրավունք ունի թե չէ, պարտավոր է, որովհետեւ քրեական հակահեղափոխություն է անում ընդ որում մեր համար շատ վտանգավոր ձև, իրենք ռուսական ազդեցության գործակալական ցանց են, ուղղակի կամ անուղղակի։ Հիմա ընդհանրապես չեմ կարծում շատ ազդեցություն կունենա, որտեղ ժողովրդի դա եւ վերաբերմունքը ընտրողի, ընտրության այս պարագայում տարբեր է, հասկանում է, որ դա տեղական էր, դա բաներ, բայց իշխանությունը պարտավոր դրանք անելու։ Եվ այսպես միջոցառումների սիստեմ, եւ իրենք ազգային ժողով պատասխանատու է երկրի ճակատագրի եւ հեղափոխության ճակատագրի համար։ Այն էլ որ ասում են մեկ-մեկ, որի հետ ես հետ համաձայն չեմ, դե ընտրությունները կանենք մաքուր, կընտրվեն, թող ընտրվեն։ Ոչ, ընտրությունները պիտի անեք մաքուր, բայց դրա նախադրյալներ պիտի ստեղծեք։ Դուք պատասխանատու եք Հայաստանի հետընթաց կամ առաջընթացի համար։ Գործակալական ցանցի վերացում։ Եվ նաև այսպես ազգային անվտանգության ցուցակ ասում ես տպում եք։ Տպում են, անվտանգությունը տպում է, տեսնենք քանի հոգի կմնա կենթանի։ Բայց ասեմ, պրակտիկան ինչ են անում օտար պետությունները, մի երկրի պրակտիկա գիտեմ, մյուսները թող իրենք որոշեն, բայց որ պիտի ռուսական գործակալական ցանցը բացահայտվի, որ մարդը գիտեն, ասում է գողը սա է, բայց այսպես մի դրվագ ասեմ, բանը Թումանյանը մի ժամանակ Թիֆլիսում է ապրել, չէ, սիրված, Թումանյանն էլ երեխեքի համար հատկապես, մի երեխա հոր հետ քայլում է, մեկ էլ հանկարծ Թումանյանին տեսնում, երեխան տեսնում է, հորը կոռում է, պապիկ, բանը, հայրիկ, ասում է շունն ու կատուն։ Հիմա շունն ու կատուներ բոլորին հայտնի են, ովքեր են, բայց բանը դրա համար այդ ցանցը պետք է բացահայտվի եւ հիմա ասում են, որպես հասարակության մեջ չգիտեմ ինչ չլինի, այդ դեպքում ԱԱԾ-ին ասում են, ԱԱԾ-ն ներկայացնում է այս շունն ու կատուներին, ասում է ցրվում եք ազգային ժողովի ընտրություններին, եթե մասնակցեցիք, ձեր ազգանունները ձեր գրքույկով կտպագրենք ռուսական։ Վերջացավ դրանք էլ չեն իրենք չեն մասնակցի։ Այդպես եղավ կամ հակառակ ձևով, երբ որ Չեխիայում վաստահավելի ժամանակ այդ մարդը տեսա պետություն չի աշխատում, ազգային ժողովը ու պարլամենտը չի աշխատում, գլխին կանեն չէ կատարվում, մի մասը ընտրվել են հետ սովետական շրջանում կամ չեխական հետախուզության, սովետական հետախուզության գործակալներ են, կամ էլ սովետական էլի։ Եվ Դուբչեկը հայտարարեց, ով որ առավոտ մինչև հրաժարական չի տա իր պատգամավորական տեղից չի հրաժարվի, ազգաններ կտպենք։ Հաջորդ օրը խեղճերն ուզում են պարլամենտի նիստ անել, նիստը չի կայանում, որտեղ էլ մարդ չի մնացել։ Ջև է, եւ Դուբչեկը ինչի արեց հավելը, որտեղ ուրիշ կերպ պետություն չի առաջանացել, ոչ մի բացատրություն ընդունելի չի եւ հնարավոր չի։ Եվ այսպես ծևերը շատ են, ինչ է պատահել։
Այսինքն ձեր կարծիքով, որ նախապես պետք է ինչ-որ գործողություններ արվեն, որ այդ պրոֆիլակտիկ միջոցներ, նախ օրենքը պետք է կիրառվի, ասեցի, եթե դուք օրենք անընդհատ ելնում են բացադրում, 8 ժամ ցույց են տալիս X-ը գող է, ազգային ժողովում ասում են դուք, եթե դուք ձերբակալ եք եղբայր, քանի տարի կարելի անընդհատ դուք եք, նրանք էլ ասում են դուք եք, հարցը փակեք, օրենք պետք է աշխատի։ Պարոն Շահինյան, իսկ ձեր կարծիքով Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հակասությունները ավելի ցայտուն դարձան այս ընտրություններով ու հետընտրական շրջանով։ Գիտեք ոնց է, սրանք ինչքան էլ իշխանություններին դեմ են, իրենք ինչքան էլ իշխանություններին դեմ են, ինչքան էլ Նիկոլին ատում են, ինչքան էլ տարածվի, որ Նիկոլի իրենց մարդն է, Սերժի ոչ Ռոբերտի, ինչքան էլ այստեղ պորտալարով երկուսը իրար հետ կապված են իրենց անցյալով, ռուսական կյանքի ամբողջականությամբ, հետևաբար նրանք ճգնաժամի մեջ լինելու են ուրեմն միասին Հայաստանի Հանրապետության դեմ, այլապես Պուտինը իրենց կուղարկի բերետաչի տանելու Բաքու իրենց ընկերներին։ Վերջ։ Պարոն Շահինյան, քանի որ Բաքվից խոսեցիք ընկերներից, Հայաստանում են մեր Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները, որոնք բողոքի ցույցեր են անում, որոնք իշխանություններին պահանջներ են ներկայացնում, սոցիալական բնույթով համեմված, բայց նաև հնչում են Մինսկի խումբը չլուծարելու։ Դեմ այո, քաղաքական պահանջներ ու ակնհայտ է, որ այս ուժերին, այս քաղաքացիներին ուղղորդում են հատուկ ուժեր։ Մենք տեսնում ենք ընդդիմության ներկայացուցիչների մասնարարպես հայտարարությունները։ Հիմա ձեր դիտարկմամբ որոնք պետք է լինեն մեր անելիքները, որքանով էլ որ մենք մտածենք, որ իրենք զրկվել են իրենց տներից, այստեղ են իրենց տներից մենք ենք զրկել, Ալիևն է զրկել, թող գնան Ալիևի հարցերը լուծեն։ Այս ուրեմն թողեն, այսպես խոսքը ես մի բան ասեմ, միշտ ասում եմ, ինձ համար Արցախահայությունը այլ բան է, Ղարաբաղյան կլան է, այդ հանցագործ խմբավորումն է, որ ռուսների կամքով կողոպտեց երկիրը, ռուսների թելադրանքով հանձնեց Հայաստանը, Արցախը, եւ Հայաստանն էլ հանձնի ռուսների թելադրանքով, եթե իրենք դերակատար մնան։ Ուրեմն տարբերակ են Ղարաբաղյան կլան, որոնք հայտնի են, եւ ուրեմն Արցախահայության դնում են կողքի։ Այդ հարցը ունի օրինական երկու ճանապարհ ունի լուծելու։ Առաջինը ստեղծում են Արցախահայերը լեգիտիմ մի մարմին, ասենք ազգային ժողովի, ազգային խորհուրդ ենթադրենք։ 5-6 հոգի ընտրում են, որոնք գնում են 5-6 հոգի նստում են Բրյուսելում եւ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտում եւ այլն, այս բոլորը եթե գնան իրենք կան, ես թղթերը կտամ, օրենքներն էլ հետո թող գնան, եթե կարող են կարտան հասկանան, թող գնան։ Հատկապես իրենց միջի են ուրեմն կլանապաշտպան իրավաբանները, այնտեղ իրավապաշտպան ունեն, չէ՞, իբր թե նախկին իրավապաշտպան, կլանապաշտպաններին կասեմ, են մեկը կա, թող գնա աշխատի այնտեղ եւ շարունակեն պայքարը Կոսովոյի տարբերակ, սա մոդելը, երկրորդը, եթե համաձայն չեն դրա հետ, սրանց ընդհանրապես քաղաքական իմաստով հստանում պիտի արգելել ցանկացած ձևի աշխատանք, ցանկացած ինստիտուտ։ Եթե համաձայն չեն, եթե իրենք այդքան հայրենասեր են, Արցախի համար իրենք ուրեմն Ղարաբաղցի չեն, եթե Արցախի համար պարտիզանական մի քանի խմբեր ստեղծեն, մտնեն Հադրուտ, այնտեղ անտառները շատ են, կամ եղնիկների զորամաս, անտառ եւ այլն, ինչու։ Այն ժամանակ Ալիևը չի կարող ասել հարցը փակվել է, եթե մի երկու գործողություն անեն, չի լինի, չէ՞, կասեն ոնց է փակվել, եթե։ Ուրեմն այս երկու տարբերակը կա։ Մնացած բոլոր աշխատանքի ձևերը սրանց պիտի արգելեն, հատկապես նախագահ զավեշտ է։ Երկիրը թուղթ ու թամասիլով հանձնել թուրքին եկել են, այստեղ ուրիշին թուրք են գոչում, իրենք լինելով թուրքի շուն, ես ասեմ տերմին է իրենց համար, որտեղ KGB-ի շունը ռուսական, թուրքի շնից կեշ է։ Հիմա սրանք այդ քայքայջ աշխատանքն են անում, հասկանում եք, որտեղ Մոսկվայի առջև պարտավորությունն են նաև անձնական։ Եթե խաղաղվի ինչին անան, կարող իրենք քրեական պատասխանատվության ենթարկեն հայրենիք աճուրդի հանելու համար, սա Պետրոս Կետադարցի խումբն է, որ ժամանակին անին դատարկեց, տարավ եւ այլն։ Եվ վատ է, որ մենք այդպիսի ավանդույթ ունենք։ Հիմա երկու ձև կա այդ։ Մնացածը պիտի արգելվի ամեն ինչը։ Սոցիալական խնդիրներն են, ասեմ հետեւյալը։ Ես էլ դուք էլ գիտեք, մանավանդ փոխվարչապետը տպագրեց այն ցուցակը, գումարների ինչպիսի օգնություն եղել է, ինչպիսին տրվել է,
Եվ ինչպիսի մի մասեր կա, ես ենթադրում եմ, որ չի ասվում, որը չի ասվի։ Ես գիտեմ, որ այսինքն ավելիներ կան գա։ Դրանից հետո այսպիսի հարց կա։ Իրենք ինչ են ուզում մնացածը։ Տուն են ուզում, ասում են 9 միլիոն դրամով տուն չես առնի, կարող ես առնես։ Ասեմ տեղը։ Սյունիքի ուրեմն Դաշտուն գյուղում հիմա Ագարակի վերևն է, Տանձու, Դաշտուն 9 միլիոն դրանով 2 տուն կառնեն, 4 հատ էլ կով։ Ուրեմն իրենք պարտադիր չի Երևանում ապրեն, են փաստարն իրենք քաղաքացի, որ Ստեփանակերտի քաղաքացի որս է։ Հետո էլ ինչ անենք, որ Լենինգրադից փախչեին, պետք է գնան հիմա ասեն Լոնդոնում չեղավ, չենք կարող ապրենք, հետ չել ապրենք։ Ուրեմն իրենք պետք է տեղափոխվեն եւ իրենց պետք է տեղափոխեն։ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքի բնակչին չես ասի, տունը թող բանը էս կա, իրավապաշտպանը գա քու տունը ապրի, որովհետև ինքը իրավապաշտպան է։ Ում են պետք, ուր է այդ իրավունքը, ուր է պաշտպանած ինչ է։ Ուզում եմ ասել, այս միջոցառումները պետք է կատարվեն, մնացածը հանրապետությունը տվել է այն, ինչ կան որ ունի եւ ավելին արել, քան հնարավոր է, բայց ուրիշ հարց կա։ Ինչի հետ մենք հակառակ բարակայում չենք համաձայնվի։ Մեր երկիրը Անգլիա չի, Ֆրանսիա չի, գաղութային նախկին փողեր էլ չունի, ոչ է Ռուսաստանը, որտեղ Պուտինի նման օլիգարխը նստել է նավթի գազի տրուբի վրա։ Հասկանում եք ոնց, քանի որ այդպես չի, ուրեմն արել է այն, ինչ կարողացել է, բայց դրա հետ հրատապ մի հարց ունենք, մեր բանակը շատ արագ պիտի վերաձևվի, կարող է որոշել են բոլոր այս երկիրը ոչնչանա, հետևապես փող չկա էլ, աշխատեն ապրեն, նորմալ է, ես ասեմ թիվ, ու լավ չեմ հիշում մոտավորապես մանկավարժականի դոցենտի աշխատավարձ կարծեմ 200-250,000 դրամ ընդամենը։ Հասկանում եք ոնց է։ Պրոֆեսորին չասեմ կծիծաղեք։ Այդ ինչի մենք կաշխատենք տասնյակ տարիներ իրենք հիմա ստեղծված վիճակը ես եմ մեղավոր որ իրենք եկել են։ Մեղավորը Բակոներն ու Սերժեր Ռոբերտներն են, բանակի փոխարեն ստեղծել էին հիշում եք, չէ, Ստեփանակերտի գեներալների թաղամաս։ Ես առաջարկում եմ գնալ մորթել իրենց այն ղեկավարներին, ովքեր այդպես են արել, Հաստող գեներալ, Գող գեներալ, Խոզմահող գեներալ, գնդապետներ, բայց սրանցից ուզեմ, մեզից ինչ են ուզում, Հայաստան Հանրապետության իշխանությունից ինչ են ուզում։ Այսինքն հասկանալի բան չի, ինչ են ասում, ինչ են քաղաքականացնում։ Մեկ է բան չի ստացվում, իրենք Պուտինի համար են անում, որտեղ Ռուսաստանը առիթ ունենա միջամտի, մեղրին էլ հարցը լուծի, են էլ հարցը լուծի, մի վատ բան եմ ենթադրում, երևի սրանց ասել են, եթե դուք Հայաստանում տապալեք օրինական իշխանությունը, սովետական կարգերը վերականգնեք ռուսական, մենք ձեզ հետ կտանենք դեպի ուրեմն Ստեփանակերտ, դա խոստում է հաստատ, ես ենթադրում եմ, իրենք էլ աչքեր արյունն առած դա են անում, իհարկե դա չի լինել, բայց Հայաստանի իշխանությունը բարձրորեն հարցը փակել։ Այստեղ ես մեր հայրենագիտներին Արցախահայերին, ի տարբերություն ղարաբաղցիներին, որոնց պիտի պատժի են, պատժել ես 4 տարվա համար եւ նաեւ $1 միլիարդ զենքը հանձնելու, Արցախը հայաթափելու, բոլորի պատասխանատուն Զորի Բալայանն իր կլանով, Ղարաբաղյան կլանը, իրենց գաղափարախոսությամբ չէր, Երևանը գրավենք, հետո Բաքուն, Ղալաթ արին Երևանում Այն չկա եղավ, Բաքուն էլ չգրավեցին, իհարկե գուբերնատորներն էլ ընդեղ ուղարկեցին։ Հիմա այստեղ պետության ներսում պետություն Հիմա քարքան, դե ասեցին կարգելու բոլորը, եւ նեն առանց նենի, արագ, շուտ, ազգան անվտանգության ծառայություն ձեռներ ոլորում է, պայման է դնում, ով խելոք մնում է, մեր հայրենագիտներն են։ Մանավանդ եթե քաղաքացի չեն, մնացեք ապրեք, եթե չէ 24 ժամում թողում եք Հայաստանի Հանրապետության սահմանները, որ ջանդամն ուզում եք գնացեք։ Պայման պետք է դնի, պետությունը պետք է մնա։ Այլապես պետությունը տանք իրենց համար։ Հիմա այս բանի մեջ մենակ ես մեր հայրենագից Արցախահայերին ասում եմ, դուք հեռու մնացեք, իրենք պետք է հեռու մնան Ղարաբաղյան կլանից։ Դա է ձեր ճիշտ է քուր ախպեր եք, գուցե մեկ մեջներն էլ սիրած սիրուհի կա, բայց դուք հեռու մնացեք, որտեղ դրանք ոճրագործներ են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանդեպ։ Եթե դա այդպես է, ինչ է ստացվում։ Ես առաջարկում եմ դուք մեր ժողովրդի հետ ապրեք, եղբայր։ Ինտեգրվեք։ Ես ընդհանրապես ձեզ շատ շահավետ է իրենց հարևան, ասենք Անուշը Հայկուշի հետ լավ ապրի, որ մեկը Երևանց է, մեկը Ստեփան։ Հայկուշու դուք իրար հետ լավ ապրեք։ Դուք ինչ գործ ունեք նրանց հետ, ինչ եք պահանջում, դա չի լինելու։ Հետո ասենք ենթադրենք տապալեցիք այս հանրապետությունը, բայց հետո ուր եք փախնելու։
Այս գլխականակով փախել եք։ Հիմա ասում են ինչի եք ասում, բա ինչ անենք, չասենք։ Այդ ում եք տեսել, միա ցույց տվեք աշխարհում ուրիշ մի ժողովուրդ, որ 100,000-ներով իր բնակավայրը թողում է թշնամուն գալիս է։ Թուրքիա չեք կարող ամրել։ Մի ապրեք, հաղթեիք, ջախջախեիք, շպրտեիք կուրարանց։ Եթե չէ մնացած լուծումներ կար, լսեիք Սամվել Բաբայանին, որ ասում էր բոմժ եք դառնալու։ Եկեք հարցեր լուծեք, մարդ առաջարկ ունեք չեք լսել, բայց դրանց ինչ եք լսել, մանավանդ հարցեր չեք կարող լուծել։ Հնարավոր բան չի։ Եվ հետո մի բան կա, մեր իրավունքները, ես չեմ հասկանում, իրենք այստեղ ինչ իրավունք են ուզում, որ իրավունքները։ Եթե քաղաքացի են Հայաստանի Հանրապետության, չէ՞, ուրեմն իրավունք ունեն այնպես ինչպես դուք, ես մյուս ու վերջացավ։ Ինքը տուն է թողել, չի թողել, իր գործն է։ Ընդ որում պետության չափով կոմպենսացիա է ստացել, ինչ կա որ Հայաստանն ունի։ Երկրորդ մասը, իսկ եթե քաղաքացիներ չեն, կեցության իրավունք ունեն, իրավունքներն այդքան են, ուրիշ ոչ մի իրավունք չի կարող ունենալ։ Վերջը ինչու քաղաքացի չեն ուզում դառնալ։ Որովհետև այդ ուզում են, որ մնան նաև այնտեղից ստանան, ինչ որ պետք է ստանան, այդ միջազգային դրամաշնորհներ բաներ կան։ Հավանաբար դա է, նաև հայության մեջ մի ստվարզանգված, որ պետությունը չի սիրում։ Այդ դեպքում հարցը հիշում եք, ինչ գալիս է նույն բանին։ Ինչու են գաբույտ անձնագրերը գնում են Ռուսաստան աշխատելու ջանդամը գնային։ Ինչու են անձնագրերը ճեղում շպրտում ցիցադրաբար, տեսել եք։ Ես են բառը ասեի, դա հաստատն է, որ հակապետական ծնվել հայերի մեջ։ Գնում ես գնա, ջանդամը գնաս, կամ հաջողությամբ գնաս։ Դու ինչ իրավունք ունես Հայաստանի Հանրապետության անձնագիրը, այդ դեպքում մեր քաղաքացիներն է, ճղես, շպրտես են ցուցադրական։ Հիմա Ռուսաստանի ճղեք, փախեք Նորվեգիա, որտեղ Ռուսաստան մեռնում է։ Ուր փախակ չբրծակ։ Հիմա հարցը ուր էլ փախնեք չեք բրծնելու։ Հայությունը ոչինչ չի բրծնելու։ Կամ մի ճանապարհ, այս պետություն հզորացնում են։ Իսկ եթե խնդիրն այսպես է, պետություն ունի X միավոր գումար, եւ բանակին պետք է X1+ գումար, ուրեմն դա պիտի բանակին տրվի, ով ինչ ուզում է բառաճի ինչ էլ ասի ու վերջ, բանակը պիտի վերազինվի։ Թե չէ այս մեջ դավադրություն կա Մոսկվայից, փող ուզեք, այս չունեցող պետությունը փողը իրես տա, հրացան բաներն չվերազինվի, որ Ադրբեջանը հարձակվի հեշտությամբ գրավի, հա, ապուշները հասկանում ես, հա, իհարկե ովքեր որ գլխավոր են հասկանում են։ Բանակ պիտի վերազինվի եւ առաջին վերազինման գումարները պիտի դրվեն նրան։ Մնացածը ես նորից կրկնեմ, Աշոցկը օրինակ կոնկրետ գիտեմ, Աշոցկը ամացիա տադարկ են տեղերը, ասում է տակ տեղից ես եկել, եթե չմնա չես եկել ես, հիմա պետք է սարտեղը մնաս։ Այնքան բաներ կա, որ ինձ սրտով էլ չեն, ես այնքան բան կա, որ իմ համար չեմ կարողացել ստեղծել, օրինակ ես դրանց ամենատգետ իրավաբաններից, որ մեջ չկա, ես բազմապատիկ անգամ ունեցված քիչ ունեմ։ Հետո դե թողտան դեր այդ բոլորը։ Եվ երրորդն ասեմ, դա առաջարկ է։ Իհարկե պետությունը պետք է անի այն ինչ որ բանականություն, այստեղ կասկած չկա, բայց երկրորդ մասը կա։ Հայաստանի ազգային հարստության հիմնական մասը կամ Ղարաբաղյան կլանի ձեռքն է հարստության կամ փոխկապակցված անձանց, որոնց ցուցակները հայտնի են, դատարան թող գնան տեսնեն, կամ Ռոման Բաղդասարյանը գումարներն ասել է, թող գնան։ Այդ դրանից ստեղծեն Արցախայերին օգնելու սոցիալական խնդիրներ եւ այլ լուծելու ֆոնդ եւ օգնեն իրենց արնագիստերին։ Եվ վերջինը, մի անգամ բողոքեք ձերոնցից, այդ կարող եմ ասել, հերիք է Հայաստանի Հանրապետության վարչապետի, չգիտեմ, վարչապետի կնգա, չգիտեմ, լրագրողի, հա, դասախոսի այդ գործ չունեք։ Դուք ինչ եք ուզում, դուք անկախ պետություն եք ուզում, բագոից ուզեք, ուրեմն այն վագոից ուզեք, ձեր նախագաներից Հայաստան եւ Արցախ դյուժին նախագահ են ունեցել։ Նրանցից մի բան ուզեք, մի բան։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, եթե ասեմ, որ պիտի դառնա մշակույթ, իշխանության վրա չգորգորակ։ Ես իշխանությունների գլուխներ կջարդեմ, լուրջ եմ ասում։ Իշխանություն ունի, ով էլ լինի իշխանության մեջ, իշխանությունը պարտավոր են հարգելու ցանկացածը, օրենքը։ Գոռում ճճում են, այդ դրա համար էին ոստիգանը բույվը լինեն, որ նկարել էի։ Հələ դու փորձեն դեռ ձենդ բարձրացրու կրկիտ կստանաս, նա դե 10 տարի կնստես, էլ բացադրազը չի անցնի։ Նրանցած չանցը։ Բա պետություն ոնց են ստեղծելու։ Պետությունը ըստ Բիսմարկի ստեղծվում է արյունով եւ երկաթով։
Շնորհակալություն։ Արյունով եւ երկաթով ձեր հայրենիք պաշտպանեիք։ Թե չփախնես կասին նամից կռիվ չանես, հետո ասես գիտես երեխեն հիվանդ է ծնվել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։